Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները դարձնեք միասնաբար կարդալու Սաղմոս 52. Please turn your Bibles with me to Psalm 52. Սաղմոս 52. Ահա Տիրոջ խոսքը. Երկողների գլխավորին Դավիթի երգ. Երբ որ Դովեկ Եդոմացին եկավ և Սավուղին պատմեց և նրան ասեց, թե Դավիթը Աքիմելեքի տունն եկավ։ Ինչ ես պարծենում չարությունով, ով բռնավոր, Աստծո ողորմությունը ամեն օր կա, քո լեզուն չարություն է հնարում, ինչպես սուր ածելի նենգություն է գործում։ Դու չարը ավելի ես սիրում, քան թե բարին, սուտը ավելի, քան թե ճշմարտություն խոսելը։ Դու ամեն կորուստ բերող խոսքը և նենգավոր լեզուն ես սիրում։ Աստված էլ կկործանե քեզ հավիտյան, կխլե և կհանե քեզ քո բնակարանից և քո արմատը կենդանյաց երկրից։ Եվ արդարները կտեսնեն և կվախենան և նրա վրա կծիծաղեն։ Ահա այն մարդը, որ Աստծուն իրեն զորություն չարավ, այլ իր մեծ հարստությանը հուսացավ և իր չարությունով զորացավ։ Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստծո տանը։ Ես Աստծո ողորմությանն եմ հուսացած, հավիտյանս հավիտենից։ Ես քեզ պիտի գովեմ հավիտյան, որ դու այս արիր, և քո անունիդ սպասեմ, որովհետև բարի է քո սրբերի առաջին։ Աղոթենք։ Մեր Տերը, ահա մի անգամ ևս քո խոսքիդ ճշմարտության առաջին են կանգնած, սա քո խոսքդ է։ Եվ կարիք ունենք ով Տեր, որ դու մեր սրտերը, մեր հոգիները լուսավորես, Սուրբ Հոգի Տեր, մեզ օգնության վրա հասնես և խոսքիդ մեկնաբանությունը և դրա կիրառումը մեր կյանքերի մեջ դու տեղավորես և արգասավոր ու պտղատու դարձնես։ Աղաչում ենք Տեր, որ խոսես մեր սրտերին, փառավորվես քո խոսքիդ մեջ և մեզ շնորհք պարգևես խոսքիդ համաձայն ապրելու և քեզ փառավորող կյանքեր ունենալու։ Ի փառս քեզ։ Ամեն։ Հարց ունեմ ձեզ. արդյոք երբևիցե մեկը ձեզ չարախոսել է, ձեր ետևից խոսել է։ Հիշում եք այդ մի կացությունը արդյոք, երբ ձեր շրջապատում գտնվողներից մեկը ձեր ետևից ուրիշների ականջին սխալ և ծուռ շարժառիթներից դրդված ստեր է ասել և ձեզ նրանց առաջին չարախոսել։ Ինչ զգացում ունեցաք, երբ լսեցիք, թե այսինչը ձեր մասին այնինչին սուտ և սուտ ու ծուռ բաներ է ասել, ու ձեզ ետևից մեր տափակ հայերենով ետնախոսություն է արել, և ձեզ ուրիշ ծանոթ կամ անծանոթ մարդկանց առաջին նվաստեցրել է, ցածրացրել է, և ձեզ ծուռ ձևով է ներկայացրել, ինչ զգացիք։ Մարդ արարածիս համար այսպիսի չարախոսության մատնվելը շատ ծանր է թվում։ Շատեր ու եթե ոչ մեծավ մասամբ մարդիկ այսպիսի վիճակի մատնվելու պարագային խիստ բարկանում են, չափազանց գրգռվում են և սկսում են իրենց անձերը պաշտպանելու համար տարբեր միջոցների դիմել, ներառյալ այն չարախոսին,
իր չարության համեմատ ու չարության ավելի միգուցե չար վերադարձնել, պատասխանել, կամ նրան մեղադրել, կամ նրան խայտառակել, նրա հասցեին ամեն տեսակ հայհոյանք ու լուտանք տալ, և ամեն գնով ճանանում են արտարությունը իրենց ձեռքերի մեջ առնելով իրենց դեմ տեղի ունեցած անիրավության վրեժը լուծել։ Ցավալին այն է, որ մենք հավատացյալներս էլ երբեմն չարախոսության ենք ենթարկվում։ Եվ մեր դեմ էլ չարախոսներ դուրս են գալիս, որ մեր մասին ուրիշներին շատ գեշ, նվաստեցնող, ծուռ, անուղիղ բաներ են ասում և այդպիսով ճանանում են հանրության մեջ, իրենք իրենց կարևոր և նշանականալի ցուցադրեն և մեզ նվաստեցնեն։ Մենք էլ որպես մարդ արարածներ, հաճախ ուրիշ մարդկանց նման փորձվում ենք այդ նույն ընտարարքը ցուցաբերել, ինչ որ աշխարհիկ մարդիկ պիտի անեին։ Սակայն այստեղ մի մեծ տարբերություն կա։ Մեր և անփրկյալ մարդկանց միջև հսկա զանազանություն կա։ Մեր ներքին մարդկային հոգևոր և բարոյական բնության և նրանց հոգևոր և բարոյական բնության միջև ահռելի տարբերություն կա, ակնատեսանելի տարբերություն կա, որ չենք կարող ակնաթող անենք։ Նրանք ըստ Աստծո խոսքին տակավին խավարի որդիկ են, հոգևորապես տակավին կույրեր են, բարոյապես և հոգեպես տակավին իրենց մեղավոր ու մեղանչաբնույթ բնության մեջ մեռած են, անկարող են, անկամ են, տկամ են։ Ըստ Եփեսացիս 2-ին նրանք տակավին բարկության որդիկ են, իսկ մենք Աստծո շնորհքով, Քրիստոսի արժանիքով, հավատքի միջոցով այլևս բարկության որդիկ չենք, այլ լույսով որդիկ ենք, Աստծո խոսքն ասում է։ Մենք այլևս մեռածներ չենք, այլ Աստծուց վերածնվածներ ենք։ Մենք այլևս հոգևոր կույրեր չենք, այլ Քրիստոսի փառած լույսը մեզ հոգևոր տեսություն է տվել։ Մենք այլևս մեղքի ստրուկները չենք, այլ Քրիստոսի ստրուկները և նրա հասակին հասնելու ետևից լինողներն ենք։ Մենք Քրիստոսի միտքը ունեցողներն ենք։ Ուրեմն, մենք որպես Քրիստոսով փրկյալներ, որպես իրական լույսի որդիներ, որպես վերստին ծնված աստվածավախ աստվածապաշտ, այն էլ բարեկարգյալ վերակազմ հավատացյալներ, որպես երկրի աղ ու լույս եղողներ, որպես Քրիստոսի անուշաբույր հոտը լինողներ, ինչպես պիտի վարվենք, երբ որ անդրադառնում ենք, թե ինչ որ մեկը մեր մասին չարախոսություն է արել, ու այդ չարախոսությունը մեր ականջին է հասել։ What would you do? Աստվածաշունչը մեզ այս ուղղությամբ ինչ է սովորեցնում։ Հավատացյալը ինչ անի, երբ նա անդրադառնում է, թե իր մասին սուտ, անհեթեթ, ծուռ, նվաստեցնող, նենգամիտ չարախոսություն է տեղի ունեցել, և նամանավանդ, որ գիտենք, թե ով է այդ չարախոսությունը կատարել։ Սաղմոս 52-ը մեզ հավատացյալներիս 6 կետերով ուսուցանում է, թե մենք որպես հավատացյալներ, որպես Աստծո զավակներ, լույսով որդիկ, չարախոսվելու պահին ինչ պիտի մտածենք, ինչ պիտի խոսենք և ինչ պիտի անենք։
Սակայն նախքան այս 6 կետերին անդրադառնալը, որպես նախաբան, այս Սաղմոսի ուսուցմունքը լավ եւ ամբողջական կերպով հասկանալու համար եւ դրանց մեր կյանքում իրապես կիրառելու համար կարիք կա, որ այս Սաղմոսի գրության ենթահողը սերտենք, տեղի ունեցած պարագան հասկանանք եւ անդրադառնանք, թե Դավիթը ինչպիսի պարագայի տակ այս Սաղմոսը գրի առավ։ Այս Սաղմոսը Դավիթի Սաղմոսներից մեկն է։ Հիշենք, թե Սաղմոսը գրված է երկողների գլխավորին, այսինքն the choir master։ Այս Սաղմոսը գրվել էր որպեսզի պաշտամունքի երգ, որ եկեղեցում պաշտամունքի ժամանակ, Աստծուն փառաբանելու ժամանակ այս երգը երգեին։ Նաև հիշելու ենք, թե Դավիթը Սուրբ Հոգի Աստծուց ներշնչված այս խոսքը գրի է առնում որպես Աստծո խոսք, ներշնչյալ, անսխալ եւ չսխալեցնող, եւ բավարար, եւ կատարյալ։ Այս Սաղմոսի վերնագրում որպես ենթահող շատ համառոտ կերպով կարդում ենք երկողների գլխավորին, այսինքն այս Սաղմոսը պիտի տրվեր կորխի որդկանց առաջնորդին, երկչախումբի առաջնորդին։ Եվ գրվում է, թե սա Դավիթի երգ է, Դավիթն է գրել սա։ Պարագան, երբ որ Դովեկ անունով Եդովմացին եկավ եւ Սավուղ թագավորին պատմեց եւ նրան ասեց, թե Դավիթը Աքիմելեքի տունը եկավ։ Այսքանը կարդալուց բան չենք հասկանում։ So what? Դավիթը գնաց Աքիմելեքի տունը, Դովեկն եկավ, թագավորին ասեց, Դավիթը երգ գրեց։ Ինչ կա սրա մեջ սխալ բան։ Բանալին այս հարցումն է։ Մի րոպե։ Դովեկը ով է։ Ինչու գնաց Աբիմելեքի տունը։ Ինչ ասեց Սավուղին։ What's going on here? Ինչը կատարվում այս մեջտեղը։ Այս հասկանալու համար պետք է նայեք ձեր Աստվածաշնչի մեջ, երբ կարդում ենք Դովեկ անունը, դրա մոտ մի հատ փոքրիկ խաչ կա գրված։ Անգլերենի մեջ միգուցե ուրիշ նշան կա։ Դա ցույց է տալիս, որ այս անունը հուշագրության մեջ հիշված է, տակը նոթերի մեջ կարդա, կտեսնեք, որ Դովեկի մասին հուշագրությունը մեզ նշում է, որ հիշված է թագավորած գրքի առաջին թագավորած, First Samuel, 22-րդ համարի մեջ, 22-րդ գլխի մեջ։ Ուրեմն, այս Սաղմոսի ենթահողը սերտելու համար պիտի գնանք առաջին թագավորած 21-22 գլուխները սերտենք։ Որպեսզի կարողանանք այս Սաղմոսը ուղիղ հասկանանք, թե ոչ շատ լավ գրությունը հետո ինչ։ Իրականության մեջ Դովեկի պատմությունը առաջին թագավորած 21-րդ գլխից է սկսվում, ուր առաջին համարից կարդում ենք, թե Դավիթը Սավուղից փախչելու ժամանակ գալիս է Աքիմելեք անունով քահանայի մոտ, տաճարը, եկեղեցին մեր խոսքերով։ Իսկ Աքիմելեք քահանան, իմանալով, որ Դավիթը Սավուղի ձեռքից է փախչում եւ եկել է տաճար, Դավիթին որ տեսնում է, խիստ վախենում է։ Դավիթը Աբիմելեքից ուտելու հաց է պահանջում, խնդրում, որովհետև իր հետ կային 400 ուրիշ մարդիկ, եւ այս մարդիկը սոված ու ծարավ էին։ Նաեւ Դավիթը, որովհետև արագ աճապարանքով դուրս էր եկել Սավուղի մոտից, իր սուրը եւ զենքը իր հետ չէր վերցրել։ Ուրեմն իր մոտ զենք չկար։ Աքիմելեք քահանան
տաճարի մեջ ըստ սովորության ամեն օր տիրոջ առջև հացի ընձա էր մատուցում, այսինքն տաճարի սեղանի վրա թարմ հաց էին եփում եւ բերում դնում էին տաճարի սեղանի վրա իբրև Աստծո զո։ Դա սուրբ հաց էր։ Դրան ասում էին առաջավորության հաց։ Դրան ուրիշ հացի պես պետք չէ ուտեին։ Դա հատուկ Աստծո համար էր։ Երբ որ օրը վերջանում էր, այդ հացերը պիտի հանեին, նոր հաց պիտի դնեին, հետո այդ հացից կարելի էր ուտել։ Բայց խոսքն ասում է, որ Աքիմելեք քահանան տաճարի մեջ Աստուծոն ընծայվող հացից ուրիշ հասարակ հաց չուներ։ Սակայն երբ Դավիթը խնդրում է հացը, եւ Աքիմելեքը ըստուգում է Դավիթի եւ այդ իր ընկերակիցների վիճակը, նրանց մաքրությունը, համաձայնվում է, որ Դավիթը այդ հացից ուտեր եւ իր ընկերներին էլ տար, որ նրանք էլ ուտեին։ Եվ 21-րդ գլխի 6-րդ համարի մեջ կարդում ենք, թե այն սուրբ հացը Դավիթին տվավ, որովհետև այնտեղ ուրիշ հաց չկար, բայց միայն առաջավորության հացը, որ Տիրոջ առաջից վեր էր առնվում եւ վեր առնված օրը տաք հաց էր տրվում։ 7-րդ համարում կարդում ենք, եւ այն օրը, որ Դավիթը տաճարի մեջ հացն առավ, սուրը վերցրեց։ Սավուղի ծառաներից մեկը այնտեղ Տիրոջ առաջին արգիլված էր, այսինքն բանտարկված էր, detained, հսկողության տակ է, կերված չար ծառա էր, ուղարկել էին քահանայի մոտ, որ մի քիչ մարդ դառնա, մեր խոսքով։ Եվ նրա անունը Եդովմացի Դովեկ էր, ուրեմն գտանք այս մարդուն։ Նա սավուղների, հովիվների գլխավորն էր, չոբանների պետն էր մի խոսքով։ Իսկ Դավիթը Աքիմելեք քահանայի հետ իր այս խոսակցությունը շարունակելով, նաև ասում է, որ մոտդ զենք ունես, սուր, բա, բրիջ, դանակ, մի բան կա մոտդ։ Որտեղ զենքի կարիք ուներ։ Աքիմելեքն էլ Դավիթին ասում է, տես, ես զենք չունեմ։ Միայն թե հիշում ես այն Գողիաթին, այն մեծ հսկա մարդուն, որ դու սպանեցիր, ու իր սրով իր վիզը կտրեցիր, հիշում ես։ Այդ սուրը մենք քահանաների հագուստով փաթաթել ենք եւ տաճարի միտեղ պահել ենք։ Ուզում ես, այնտեղ մի հատ սուր կա։ Վերցրու գնա։ Դավիթն էլ համաձայնվեց եւ ասում է, որ դրա նմանը չկա։ Էս ինչ լավ սուր է։ Այն Գողիաթի գլուխը որ կտրեցի, ամեն մարդը գլուխ կարող եմ կտրեմ այս ծրով։ Մինչ այդ, որ Դավիթը սուրն էր վերցնում ու հացերն առավ ու տարավ տվավ իր ընկերներին, այս Եդովմացի Դովեկը, ով տաճարումը բանտարկված էր, այս խոսակցությունը լսում է եւ տեսնում է ինչ է կատարվում։ Սա դրեք ձեր մտքի մեջ եւ անցնենք 22-րդ գլխին։ 22-րդ գլխի մեջ այս պատմությունը շարունակվում է եւ 1-ից 10 համարների մեջ կարդում ենք, որ Դավիթը Սավուղի ձեռքից փախչելու ընթացքին 400 մարդիկ էր հավաքել իր շուրջ, ովքեր այս մարդիկը իրենց ունեցվածքը կորցրել էին, հարստահարված էին, պարտք ունեցողներ էին եւ սրտով վիրավորվածներ էին։ Այսինքն Սավուղի թագավորության դեմ խիստ նեղված, դառնացած եղած պետությունից վնաս կրողներ էին, տրտնջողներ էին։ Նաև Դավիթի հետ էին իր ծնողները։ Եվ նրանք այս բոլորը մի քարայրի մեջ պահվտել էին, գաղնվել էին։ Ու այնտեղ ապաստանություն էին գտել։ Ապա կարդում ենք, թե Դավիթը այնտեղից վեր կացավ գնաց Մովաբի Մափա անունով մի տեղ, Հուդայից իր պապենական երկրից դուրս գնաց դրացի ազգի մեջ մտավ։
որպեսզի Մովաբի թագավորից խնդրեր, որ իր ծնողներին մի ապահով տեղ դներ, եւ Դավիթն ասեց. «Մինչև որ իմանամ, թե Աստված ինչ պիտի անի ինձ, մինչև որ Աստծուց առաջնորդություն ունենամ, այ իմ ծնողներից դնեմ քո մոտ ապահով թող մնան»։ Մինչ այդ նա Մովաբի թագավորի բերդումն էր մնում, ապաստանարանում, ապահով տեղ էր։ 5-րդ համարում կարդում ենք, որ Աստծո մարգարեն Գադ անունով գալիս է եւ Դավիթի մոտ ու նրան Աստծո խոսքն է պատվիրում, որ նա պետք էր Մովաբից դուրս գար եւ վերադառնար Հուդայի երկիրը, ուր որ Սավուղն էր։ Երբեմն Աստծո խոսքը մեր ուզածը մեզ չի ասում, you know that. Դավիթը մարգարեի խոսքը որպես Աստծո ուղղություն է ստանում, որտեղ գիտեք իր սիրտը այդպես էր։ Ինքն ասեց, մինչև սպասեմ տեսնեմ Աստված ինչ կանի, դե առ։ Աստված քեզ ասում է վեր կաց գետ գնա Հուդայի երկիր։ Okay։ Այդ որպես Աստծո պատգամ ուղղություն ընդունելով իր մոտ հավաքված մարդկանցով վեր են կենում Մովաբից, ետ վերադառնում են Հուդայի երկիրը։ Բայց այնտեղ մտնում են Հարեթի անտառ։ 6-րդ համարից կարդում ենք, թե Սավուղը լսեց։ Կերևա Սավուղը իր մարդիկ ուներ, ամեն կողմ նայում էին, ով է գալիս, ով է մտնում։ Սավուղը լսեց, որ Դավիթը եւ իր ընկերները վերադարձել են Հուդայի երկիր։ Իմացվել են, թե եկել են։ Ուրեմն նա սկսեց իր ծառաներին, որ իր շուրջը կանգնած էին, եւ իմիջայլոց նրանց մեջ էլ կար այդ Եդովմացի դովեկը, թե ինչպես էր փախել, ինչ էր արել, ինչ չարությամբ ու նենգամտությամբ էր դուրս պրծել այդ իր բանտարկությունից, չգիտենք։ Բայց այդտեղ ներկա էր։ Այդպիսի անձերից ամեն բան ակնկալելի է, you know։ Նույնիսկ դե բանտարկես էլ հավանաբար կփախչեն։ Այսպիսի մարդկանց բանտարկելը անհնար է։ Շատ տակահան են, վտանգավոր են։ Եվ երբ որ Սավուղը Դավիթի ետ վերադարձը լսեց, իր մեջ վախ առաջացավ, բայց շատ չարամիտ լինելով, իր վախը տարբեր ձևով սկսեց արտահայտել։ Սկսեց կասկածել իր ծառաներին կասկածում է եւ այսպես է ասում։ Նրանց սկսում են նվաստեցնել ու նրանց խղճահարության հարցումները հարցնում։ Օրինակի համար նա ասեց. Հեսեի որդին ձեզ այգիներ ու արտեր պիտի տա, որ այսպես ինձ դեմ միաբանվել եք։ Նա ձեզ հարյուրապետներ եւ հազարապետներ պիտի անի, որ դուք այսպես կարտին դեմս եք դուրս գալիս, խեղճերը դեմը չէին դուրս եկել։ Կանգնել են ինձ ծառայեն։ Ձեր մեջ ինձ համար ցավող մեկը չկա, հունկուր։ Չեք իմանում, դուք իմ ցավը չեք տեսնում, ձեր մեջ մեկը չկա, որ ինձ հայտնե, թե իմ որդին Հովնաթանը, իմ ծառային կարգել է, որ ինձ հետ պատերազմի մեջ մտնի, ասի ձեզ ցավ չի պատճառում, ես ձեր առաջնորդը չեմ, երբ որ ես ցավում եմ, դուք չեք ցավում, բայց դուք ինչպեսի զո։ Այսպեսի խղճահարեցնող հարցումներով ճանանում է նրանց նվաստեցնել, հպատակության տակ բերել։ Այս զրպարտող, չարամիտ, նպատակավորված խոսքերը որևէ ճշմարտության հիմք չունեին։ Դավիթը Սավուղի ծառաներին ոչ մեկին ոչ այգի էր խոստացել, ոչ էլ հազարապետ ու հարյուրապետ անձեր էր խոստացել։ Սա Սավուղի շինած երևակայական եւ նպատակավորված ստորադասման խոսքերն էին։ Սավուղը այս սուտ զրպարտություններով նպատակ ուներ իր ծառաների աչքին Դավիթին նվաստեցնել, իջեցնել, նրան խաբեբա եւ սուտ ներկայացնել եւ նույն պահին այս հարցումները հարցնելով իր ծառաների սրտի մեջ թե վախ եւ թե խղճահարություն հարաճեցնել, որպեսզի նրանք վախից եւ խղճահարությունից Սավուղին հավատարիմ մնային։
անիրավ, անխիղճ, նենգամիտ, դաժան, չար, անձնասեր, անձնակեդրոն մարդիկ իրենց ամենամոտիկների հետ այսպես են վարվում։ Նրանց վախի տակ են պահում։ Նրանց աչքին իրենք իրենց տուժված են ներկայացնում, ցավագար են ցուցադրում, որպեսզի իրենց շուրջը գտնվողի խղճահարություն առաջացնեն, եւ այդ խղճահարության հետևանքով միգուցե նրանց իրենց չար նպատակների համար շահագործեն եւ իրենց մոտ պահեն, հպատակ պահեն, հլու պահեն։ 9-րդ համարի մեջ կարդում ենք, թե Սավուղի տված հարցումներին նրան ծառաներից մեկը չպատասխանեց, միայն այս վերակացու Եդովմացի Դովեկը մեջտեղ թռավ եւ պատասխանեց։ Ինչ ասեց։ Նա անմիջապես Սավուղի խոսքերը լսելիս մտածեց, որ ահա, այս իմ առիթն է, որ Սավուղի աչքի մեջ մտնեմ։ Ես էլ Սավուղ ջունիոր դառնամ։ Միգուցե երբ Սավուղը մեռնի, իր պաշտոնը ես կստանձնեմ։ Նա ասեց. մի րոպե, կարող եմ մի բան ասեմ, հա։ Ես Հեսեի որդուն տեսա։ Ես տեսա։ Որ եկավ Նոբ քաղաքը Աքիմելեկի տան մեջ։ Եվ նա նրա համար Տիրոջը հարցրեց, այսինքն Աքիմելեկը գնաց Աստծուն խնդրեց, թե ինչ պիտի անենք Դավիթի մասին։ Եվ ավելին նրան պաշարել տվավ, եւ փղշտացի Գողիաթի սուրն էլ նրան տվավ, վերջակետ։ Այս գլխի շարունակության մեջ կարդում ենք, թե Սավուղը Աքիմելեք քահանային եւ նրա բոլոր հոր տունը իր մոտ կանչեց։ Եվ ամենն էլ եկան, եւ Սավուղը այս Աստծո մարդկանց հետ շատ կոշտ եւ շատ անպատշաճ կերպով վարվեց։ Խիստ ու կոպիտ խոսեց նրանց հետ, լսիր, նա ասեց։ Եվ նրանց հանդիմանեց, թե ինչու էին նրանք Սավուղի դեմ միաբանվել, ապստամբվել, ինչու էին նրանք Դավիթին պաշար ու սուր տվել, որ նա վեր կենա եւ Սավուղի վրա հարձակվի։ Բայց Աքիմելեկը թագավորին ուղիղ եղելությունը պատմեց։ Այդ բոլորով հանդերձ Սավուղը հրամայեց իր կողքը եղող ծառաներին, որ Աքիմելեկին եւ նրա հոր տան բոլոր քահանաներին սրով մերցնեն։ Սավուղի ծառաները վախեցան Աստծո մարդկանց վրա ձեռք բարձրացնեին, չարեցին այդ։ Բայց 18-րդ համարի մեջ նորից այս չար Դովեկի մասին ենք կարդում, որ Սավուղը, երբ որ տեսավ իր ծառաները քահանաների վրա ձեռք չբեկնեցին, Դովեկին պատվիրեց, ասեց. դու դարձիր եւ այս քահանաներին զարկ։ Սիրներ, չար մարդիկ իրենց նման չար եւ պղծագործ գործընկերներ են սիրում ունենալ, որ իրենց պիղծ եւ նենգ ծրագիրները գործադրեն։ Դասը այս է, որ մենք հավատացյալներս երբևիցե այսպիսի ինքնահավան, անձնասեր, հպարտ, դաժան, չար մարդկանց ընկերակցություն անելու չենք, նրանց հովանավորելու չենք, նրանց առաջնորդության տակը մտնելու չենք, անկախ թե նրանք ինչպիսի պաշտոն ունեն։ Ինչպես Սավուղը, որ Աստծուց որպես թագավոր էր կարգվել։ Նրանց ունեցած պաշտոնը նրանց կատարած անիրավությունները չի արդարացնում, այլ ընդհակառակը նրանց պաշտոնը, նրանց կատարած մեղքը ու հանցանքը ավելի խստաբար է պատժում, նրանց ավելի խստաբար է հաշվետու կանգնեցնում։ Ապա կարդում ենք, թե այս Եդովմացի Դովեկը իր չար մեծավորի պիղծ պատվերին հնազանդելով ետ դարձավ եւ քահանաներին զարկեց, այսինքն սպանեց, եւ այն օրը 85 եփուտ հագնող քահանա սպանեց։ Եվ ավելին
Կարդում ենք, թե Դովեգը քահանաների նոբ քաղաքը, բոլոր քաղաքը սրի բերնից անցկացրեց, մարտից մինչև կին, երեխայից մինչև կաթնկեր մանուկ, մինչև անասուններն ու արջառներն էլ սպանեց, էշը ու ոչխարը սրի բերանով անցկացրեց։ Վաու։ Այս բոլորի մեջ Աքիմելեկ քահանայի մի որդին Աբիաթար անունով ազատվեց եւ եկավ Դավիթի մոտ եւ նրան եղելությունը ասեց։ Եվ 22-րդ համարի մեջ կարդում ենք, թե Դավիթը այս ազատված որդուն ինչ ասեց։ Նա ասեց. Ես այն օրը, որ օրը, այն օրը, որ գնացի հաց վերցնեմ, այն օրը իմացա, երբ որ Եդովմացի Դովեգը այնտեղ էր, թե անպատճառ Սավուղին պատմելու է։ Apparently, այս Դովեգը շատ լայն բերան ուներ։ Ամեն մարդ իմանում էր Դովեգն ինչ կանի։ Անպատճառ Սավուղին պատմելու է, քո հորտան հոգիների հանցավորը ես եմ։ Դավիթը շատ մեծ խղճահարություն ապրեց։ Բայց նա ասեց, ինձ մոտ նստիր, մի վախենալ։ Որովհետև իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում, բայց դու ինձ մոտ ապահով կլինես։ Ահա այսպիսի մի չարամիտ, բամբասող, չարախոսող, լուրեր տարածող, անիրավ, անխիղճ, արյունարբու, մարդասպան, անորեն մեկն էր Եդովմացի Դովեգը։ Նա թեպետ տեսավ, թե ինչպես Դավիթը Աքիմելեքից պաշար ու զենք ստացավ, բայց նա այդ իրականությունը դիտմամբ իր չարամիտ եւ նենգավոր մեծավորին հատուկ չար նպատակով պատմեց։ Սուտ բան չասեց։ Բոլոր իր ասածը ճշմարտություն էին։ Բայց նա դիտավորյալ կերպով, ծուռ շարժառիթով պատմեց։ Նա մեծ հանցանք գործեց։ Երբ Դավիթին մասին Սավուղին ասեց, թեպետ սուտ չզրուցեց, բայց չար մտադրությամբ խոսեց։ Առիթը չարաշահելով, ինքը իր անձի վրա կեդոնացնելով, իր պաշտոնը պահելու ու միգուցե բարելավելու համար Դավիթի մասին այդ ծուռ մտադրությամբ Սավուղի ականջին խոսեց։ Տեսեք սիրելիներ, լավ լսեք։ Listen well։ Անգլերենը պիտի ասեմ, որ փոքրիկները հասկանան։ Ուղիղ եղելությունը սխալ շարժառիթով եւ ծուռ նենգ դիտավորությամբ պատմելը չարախոսություն է։ To tell the truth with a wrong attitude is slander, and that is a sin. Don't do that. I'm telling the truth. I know you're telling the truth. Why are you telling the truth is the question. Լրատարածություն է։ Պարսկերեն շատ սիրուն բառն է դրան։ Ֆուզուլի։ Բամբասանք է։ It's gossip. Զրպարտություն է։ Դավադրություն է։ Մեղք է։ Անիրավություն է։ Անօրենություն է։ Gossip-ը slander է առաջացնում։ Տարբերությունը այս է։ Բամբասանքը չարախոսություն է առաջացնում։ Բամբասանքը լուրեր տարածել է։ Գիտես ինչ եղավ։ Տելեֆոնը վերցնենք ամեն տեքստի 1000 մարդու մեկ ոճակով 1000 մարդու լուր ենք տալիս։ That's gossip.
Վերջի լուրերը առաջինն են, որ պատմեմ։ Կարծես թե մեծ շնորհք է, ոչ, մեծ անպատվություն է, որ առաջին անգամ մեծ լուրը քո բերնից լսենք։ Որտեվ այդպիսի սովորություն ունեցող մեկն էր Դովեկը։ Եվ երբ որ տեղն ընկավ, որ իր անձնասեր անձը մեջտեղ եկավ, այդ նույն սովորության, լայնապերան սովորության համաձայն չար նպատակն էլ ավելացրեց գլխին եւ բամբասանքը եղավ չարախոսություն. Gossip became slander. Դրա համար Աստվածաշունչը մեզ արգիլում է, որ մենք gossip անենք, լրատարածություն անենք։ Մյուս ձեռքի վրա Դավիթին նայեցեք։ Նա Դովեկի այդ նենգ կացության մասին եւ նկարագրի մասին տեղյակ էր։ He knew Դովեկ։ Նա իմացավ, որ այս չար մարդը իր չար ու պիղծ լրատարածությամբ չարախոսություն պիտի աներ։ Պարզ է, չար մարդուց բարի բան չես կարող ակնկալես, լայնապերան մարդուց զուսպ կեցվածք չես կարող ակնկալես, ուրեմն նախքան որ դու քո բերանդ բանաս, աչքդ բաց, տես ով է շուրջդ նստած։ Եթե լայնապերան մարդիկ կան, ավելավ է դու քո բերանդ փակես։ Որքան էլ որ ճշմարտությունը գիտես, կարիք չկա ճշմարտությունը ասես, ուրիշ ժամանակ ուրիշ տեղ կասես։ Որտեղ ճշմարտությունը սխալ տեղ ասելը մեծ վտանգ եւ վնաս կարող առաջացնել։ Սաղմոս 52-ը մեզ ցույց է տալիս, որ թեպետ Դավիթը այս բոլոր անիրավությունների միջովն անցնում էր, բայց երբեք չենք կարդում, որ Դավիթը վեր կացավ եւ Դովեկի վրա հարձակվեց, կամ նրան որևէ կերպով ետ հարձակում կատարեց, նրան որևէ կերպով վնաս ու վտանգ սպառնեց, ոչ երբեք, ճիշտ ընդհակառակը, չարախոսվելու պահին, այդ չարախոսությունից ազդված Դավիթը Աստծո խոսքը գրի առավ։ Դավիթը այս ահավոր պարագային ենթարկված լինելու համար, Աստծուն պաշտելու համար, Աստծուն գովաբանելու համար երգ գրեց։ Նա այս սաղմոսի մեջ այսպիսի մի իրավիճակի մատնվելու փորձառությունից իր ապրումներն է ներկայացնում եւ այդ անելով մեզ հիանալի դասեր է սովորեցնում։ Նա Աստծո խոսքը գրի առնելով մեզ սովորեցնում է, թե չարախոսության մատնվելու պարագային հավատացյալը ինչ պիտի հիշի, ինչ պիտի իր մտքի մեջ, ինչ պիտի մտածի, ինչ պիտի խոսի, ինչ պիտի անի։ 6 կետեր է ուսուցանում։ Այսօր միայն 3-ը պիտի անցնենք, Տերը կամի հաջորդ անգամ մյուս 3-ը։ Նայենք Սաղմոս 52-ին, այս երկար նախաբանից հետո։ Տեսեք, կարդում ենք առաջին համարից։ Ինչ ես պարծենում չարությունով, ով բռնավոր, Աստծո ողորմությունը ամեն օր կա, քո լեզուն չարություն է հնարում, ինչպես սուր ածելի նենգություն է գործում, դու չարն ավելի ես սիրում, քան թե բարին, սուտը ավելի, քան թե ճշմարտություն խոսելը, դու ամեն կորուստ բերող խոսք եւ նենգավոր լեզունը սիրում ես։ Այս համարների մեջ տեսնում ենք, թե Դավիթը տեղի ունեցած դրության մասին ինչպես է մտածում։ How does he think about what happened to him? Շատ կարևոր է, որ մենք մեր մտածմունքները քննենք, ստուգենք, ոչ թե մեր զգացումների հիման վրա քայլ առնենք, այլ մեր մտածմունքների հիման վրա քայլ առնենք, մեր լոգիկական աշխարհը ստուգենք եւ այդ տրամաբանական աշխարհի մեջ եղող ճշմարտությունների հիման վրա ընտարարք ցույց տանք, քան թե զգացումների գրգռություններից, որտեղ զգացումները այսօր գրգռվում են, վաղը կարող են հանգստանալ։ Եվ շատ հավանաբար սխալ որոշում պիտի ընդունենք, եթե մինակ զգացումներից դրդվենք ու շարժվենք։ Դավիթը ցույց է տալիս, թե ինչ է հիշում։ Դավիթը հիշում է, թե այսպիսի չարախոսություն անողը բռնավոր է, այսինքն
ուժ բանեցնողը, անտեղի։ Անգլերեն ասում ենք bully։ Աստծո ողորմությունը նրա ամրակուր սերը աննկատ անողն է։ Մոռացել է, որ Աստծո ողորմությունը ամեն օր կա։ Աստծուն չեղյալ համարող է այդպիսի մեկը։ Հիշում է, թե Աստված միշտ ներկա է ամեն պարագայի մեջ։ Նաև միտք է բերում, թե չարախոսությունը նենգություն է գործում։ Սուր ածելի նման խիստ շատ արագ եւ խոր կտրող եւ վիրավորող է։ Դուք ածելին կամ սուր դանակը ձեր ձեռքը կտրել եք, ինչ իմանա։ Գիտեք ինչքան է ցավում։ Փոքր շատ մանր slice է, մի բան չի, բայց խոր է կտրում եւ արագ է կտրում։ Առանց հասկանալու մեկ էլ տեսար մի ինչ մտավ մատիտ մեջ։ Շատ վտանգավոր է։ Ցավող է։ Վիրավորող է եւ ցավեցնող է։ Նաև հիշում է, թե չարախոսությունը չար արարք է, բարության հակառակ արարք է։ Նա միտք է բերում, որ չարախոսությունը ճշմարտության հակառակ արարք է, ստախոսություն է։ Մի խոսքով։ Դավիթը առաջին կետում չարախոսվելու պարագային հիշում է, վերականգնեցնում է իր մտքի մեջ այս ճշմարտությունը, թե չարախոսությունը մեղք է, period. He remembers. Slander is a sin. This is point 1. Ինչու է մեղք? Ով ասեց, որ չարախոսությունը մեղք է? Աստված ասեց, ուր? Իր խոսքի մեջ, որ գրքի մեջ, դարձրեք, Ղևտացիս, Լևիտիկես, 19-16 Ուղղակի Աստծո խոսքը հրաման է տալիս մեզ Leviticus 19:16 Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելու ման չգաս Don't you walking around doing slander in your people Դավիթն ասում է թե այն չարախոս մարդու ասածները նրա լեզվի հնարածներն են Իսկ այդպիսի պարագային մատնվելու պահին հիշելու ենք առակաց 10-18 Proverbs 10:18 Թե բամբասանք հնարողը անմիտ է He who slanders or gossips is a foolish person Հակոբոս 4:11 James 4:11 Աստծո խոսքը մեզ հրամայում է ուղիղ եւ դրական բծեվով Միմյանց մի բամբասեք Եղբայրներ իր եղբորը բամբասողը կամ իր եղբոր տատողը օրենքն է բամբաս Դավիթը մեզ հիշեցնում է թե չարախոսությունը կորուստ բերող խոսքեր են նենգություն տարածող արարքներ են խաբեբայություն եւ ստություն սփռող խոսքեր են Իսկ Հռոմեացիս 1:28-ից 31-րդ համարների մեջ Romans 1:28-31 Աստծո խոսքը երկար մեղավորների եւ ամպարիշտների շարան է ցուցադրում մեզ եւ այդ ահավոր մեղավորների շարքի մեջ կան բամբասողները չարախոսություն անողները եւ Աստված բամբասողներին չարախոսություն անողներին քսուներին այսինքն ֆուզուլներին նենգություն անողներ, աստծուն ատողներ, չարությունով լցվածներ, թշնամություն անողներ, անպարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, անկուտներ, անհաշտներ, անողորմներ եւ հետեւաբար մահի արժանի եղողներ է նկարագրում։ Ուրեմն չարախոսություն անելը ահավոր մեղք է։ Ահավոր մեղք է։ It's not a small sin. It's a huge sin. Երբ որ լսես, որ մեկը քո դեմ բամբասեց, կամ քո հասցեին չարախոսություն արավ, կամ քո ետևից սուտ նենք շարժառիթով լուրեր տարածեց,
Դու որպես հավատացյալ, անմիջապես, automatically, որպես երկրորդ բնություն, առանց մտածելու, առանց ձեռուվոտ անցնելու, առանց գրգռվելու, պետք է մտքիցդ այս խորհուրդը անցկացնես, թե այս անձի արածը ահավոր և սաստիկ մեղք է, Աստծո խոսքին հակառակ է, Աստծո պատվերներին դեմ է, ուստի որպես հավատացյալ հարկ է, որ շատ զգույշ լինես հենց դու քո անձին, որ այդ նույն մեղքով այդ մեղքը չպատասխանես։ Ինչը գիտեք, ինչու չենք կարող մենք էլ նույն բանը անենք, որտեղ Աստվածաշունչը մեզ այդպես է սովորեցնում։ Դարձրեք Հռոմեացիս 12:17, Romans 12:17։ Մեղքը մեղքով վերադարձնելը ինքնուրույն մեղք է։ In Romans 12:17 Աստվածաշունչը մեզ ասում է մեկին, այսինքն որևէ մեկին, doesn't matter who, որևէ մեկին չարի տեղ, չար մի հատուցանեք։ Ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցեք։ Ամեն մարդկանց առաջին։ Այո, ամեն մարդկանց առաջին, ուղիղ լսեցիք։ Իսկ եթե դու չարախոսվելիս մտածես, թե ինչ ես կարող ասել քեզ չարախոսողի հանդեպ, որ նրան պապանձեցնես, նույնիսկ եթե ասածներից բոլորն էլ ճշմարտություն լինեին, բայց որովհետև դու այն ճշմարտությունները պիտի ասեիր վրեժ լուծելու սխալ դրդապատճառով կամ ծուռ շարժառիթով, ուստի դա քեզ համար մեղք պիտի համարվի, որովհետև դու այդ անելով չարին չարությամբ ես պատասխանում։ Ուստի հիշելով, թե չարախոսությունը մեղք է, դա մեզ նույն մեղք գործելուց ապահով և զերծ է պահում։ What a wonderful thing։ Երկրորդ, չարախոսության ենթարկվելու պարագային երկրորդ կետը այս է, թե հավատացյալը իր մտքում պետք է մտածի և պետք է վերհիշի, որ եթե այն չարախոսը իր մեղքից դարձի չգա, մարդկանցից և Աստծուց ներում քավություն չստանա, Աստված այն անզեղջ և անդարձ չարախոսին անշուշտ և անխտրաբար կպատժի։ You have to remember that if this person does not repent before God and men, God will certainly punish him or her. Certainly punish him or her. Դավիթը իր դեմ չարախոսի դեմ այս մտածությունն է գրի առնում, որ մենք կարդանք և հասկանանք, թե իր մտքից ինչ էր անցնում։ Նա ասում է 5-րդ համարի մեջ, Սաղմոս 52:5, Աստված կկործանե քեզ, God will destroy you. Հավիտյան, այսինքն հավիտենապես, it will be an eternal destruction. Կխլե և կհանե քեզ քո բնակարանից և քո արմատը կենդանյաց երկրից, այսինքն մահով կպատժվես։ Աստված մեղքը մահով է պատժում, սիրելիներ, և անպատճառ պատժում է և կպատժի։ Երբեք չկարծենք, թե այսքան մեղավոր մարդիկ կան աշխարհի մեջ, մեր շուրջը, այս քաղաքի մեջ, տեսակ մեղքեր են գործում, ու ոչ էլ պատժվում են, հələ նայեցեք այս մարդկանց, ինչ ինքնաշարժներ են քշում, ինչպիսի տներ ունեն, որքան դրամ ունեն, ինչ գեղեցիկ հագնվում են, ամեն օր վեքեյշնի մեջ են, մենք աստվածավախներս օր մի բուն չարչարվում, տառապում ենք, ինչու, որտև Աստծուն խոսքի ենք հետևում, բայց սրանք չեն պատժվելու։
Սիրելիներ, կարելի է երևույթով նրանք լավ են երևում, որոշ ժամանակի համար։ Կարելի է հաջող, հարուստ ու հանգիստ կյանքեր են ապրում, որոշ ժամանակի համար։ Կարելի է կարծում են, որ տակից պրծան, բայց մի բան ասեմ ձեզ։ Աստծո արդարության անիվը շատ դանդաղ է պտտվում, բայց շատ մանր է աղում։ The wheel of God's justice turns very slowly, but it grinds very finely. Բան տակից չի անցնում։ Միգուցե նրանք անիրավություն անելով, չարախոսություն գործելով, ամեն տեսակ մեղքեր ու հանցանքներ հնարելով, Աստծուն անարգելով, Աստծո ժողովրդին պախարակելով, սլենդեր անելով, բամբասանք անելով, Աստծո խոսքի դեմ, Աստծո գործի դեմ, Աստծո զավակների դեմ, սաստիկ մեղքեր գործեն։ Այո, միգուցե, բայց մենք Աստծո խոստումները ունենք։ Եվ Աստծո խոստումներին պետք է կառչենք, որտեղ Աստծո խոստումները քո գրպանում եղած cash դրամից ավելի վստահ են։ Եվ պիտի հավատանք, որ Աստված իր խոստումների հիման վրա է աշխատում, նա խոսք տվող եւ խոստում պահող Աստված է, եթե ոչ ստախոս պիտի լինի։ Սաղմոս 101:5-ի մեջ Աստված այսպես է ասում։ Սաղմոս 101:5 Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ։ Did you get it? Նրան կջնջեմ, I'll erase him away։ Նա որ աչքերով անպարտավան է եւ սրտով հպարտ, նրան չեմ կարող համբերել։ This is how much այս մեղքը Աստծուն զայրացնում է։ Ամեն մեղք է Աստծո զայրացնում։ Հռոմեացիս 2:6-ից սկսյալ, in Romans 2:6, Աստծո խոսքն ասում է. Նա, այսինքն Աստված, ամեն մեկին իր գործերի պես հատուցումը կտա։ Ոչ թե կմտածի միգուցե տա, միգուցե չտա։ He will consider, no, he will give։ Նրանց, որ բարի գործերի մեջ են հարատևում եւ փառք ու պատիվ են եւ անապականություն են որոնում հավիտենական կյանք։ Բայց նրանց, որ հակառակությունիցն են, ճշմարտության անհնազանդ են եւ անիրավության ետևից գնացած փարկություն, սրտմտություն, նեղություն եւ տառապանք այն ամեն մարդու վրա, որ չարություն է գործում։ Աստված գահատուցանի։ Եվ եթե Աստված խոստացել է, Աստված կանի։ Մենք Աստծո խոստումները պետք է լուրջ առնենք։ Թե օրհնության խոստումները, թե անեծքի խոստումները։ They're serious. They will come. Ոչ անպայման մեր ուզած ժամանակին, բայց անպայման Աստծո ուզած ժամանակին։ Սիրելի հավատացյալ եղբայր եւ քույր։ Չարախոսության մատնվելիս հիշելու ես, թե այդ գործված անիրավությունը Եթե Տեր Հիսուսի թափած արյան գնով չներվի, քավություն չստացվի, անպայման դա կպատժվի, եթե ոչ այս աշխարհում, անպայման հանդերձյալում։ Որովհետև Աստված խոստացել է, որ նա մեղքը եւ վերջնականապես անտարծ մեղավորին կպատժի։ You need to remember this. Թվոց 23:19 Numbers 23:19 Կարդում ենք Get this Եթե այս համարը չեք իմանում գրեք ձեր ինքնաշարժի վրա դրեք ձեր սառնարանի վրա դրեք ձեր աչքերի ետևը թաթու արեք ինչ ուզում եք արեք Get this Որտեվ սա ձեզ կուղի ձեր բոլոր Աստծո հանդեպ ունեցած մտայնությունը կճշտի Եվ հեշտ կլինի ձեզ համար հիշել այս ճշմարտությունները։ Ինչ ենք կարդում։ Թվոց 23:19
Աստված մարդ չի, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ զղջա, այսինքն իր խոսքից ետ դառնա։ Միթե կասի ու չի անել, կամ կխոսի ու չի կանգնեցնել։ Այսինքն նա ինչ որ ասել է կանի, ինչ որ խոսել է վրա կբերի, եղելության կբերի, որտեղ նա մարդ չի, որ սուտ խոսի։ Եթե Աստված ասում է ես կպատժեմ, guess what? Կպատժի։ Ուրեմն, մենք հիշելու ենք, ինչպես երկրորդ Կորինթացիս 1:20-ի մեջ ենք կարդում։ Աստծո խոսքը մեզ վստահեցնում է, որքան Աստծո խոստումները որ կան, ինչ խոստումներ որ Աստված տվել է, որ ինչպիսի խոստումներ էլ որ դրանք լինեն, որքան էլ որ կան, նրանում, այսինքն Քրիստոսի մեջ, այո եւ ամեն են, այսինքն հաստատ են եւ ամին են, այսինքն ապահով են, ճշմարիտ են, պարսկերեն ամն բառն են առնում, այսինքն վստահելի են, they're faithful, they're true, եւ այս ամենը Աստծո փառքի համար է, մեզանով։ Սա նշանակում է, որ Աստված մի բան, որ խոստացել է, անպատճառ կկատարի, ուղիղին կորտնի, անզեղջ մեղավորին կպատժի։ Եվ այս ճշմարտությունը հիշելով եւ սրա վրա հենված լինելով մեզ հավատացյալներիս այս է տրվում, որ չարախոսության մատնվելու պարագային Աստծո խոստումների վրա ենք հենվում, նրանց հավատում ենք եւ այդ վստահությամբ շարունակում ենք մեր կյանքը եւ այսպիսի հավատքը նախ եւ առաջ Աստծուն փառք եւ պատիվ է բերում, որտեղ Աստծուն ենք հենվում։ Որտեղ Աստծուն որպես կատարյալ ճշմարտախոս Աստված ենք տեսնում եւ վստահում եւ հենվում։ Հետևաբար այս խորհուրդը մեզ օգնում է, որ մենք Աստծուն կատարելապես նվիրված, հանձնված, վստահված եւ խաղաղ կյանք ապրենք։ Նույնիսկ երբ որ մեզ չարախոսում են։ Երրորդ եւ այսօրվա համար վերջին կետը։ Չարախոսության ենթարկվելու պարագային երրորդ կետը այս է, թե հավատացյալը դարձյալ իր մտքում պետք է մտածի եւ վերհիշի, որ երբ որ տեսնում է չարախոսի պատիժը, թե խոստացված վիճակում, թե միգուցե կատարված վիճակում, որտեղ խոստացվածը կատարվածի պես շուր է, վստահ է։ Մենք հիշելու ենք, որ մենք որպես հավատացյալներ Աստծուց պետք է վախենանք։ Աստծուց պետք է երկյուղենք։ Աստծուն պետք է ակնածանքով մոտենանք։ Աստծո հետ խաղ անել չի լինել, սիրելիներ։ Տեսեք Դավիթը 52-րդ Սաղմոսի 6-րդ համարի մեջ ասում է. Ուղարարները կտեսնեն, ինչ կտեսնեն։ Չարախոսի պատժվելը եւ կվախենան։ Ինչից կվախենան։ Աստծուց կվախենան։ Աստծո արդարությունից կվախենան։ Աստծո խոստումնապահությունից կվախենան։ Ոչ թե կվախենան, որ իրենց հետ ծեծի, ոչ, այլ կերկյուղեն, կհարգեն, կմեծապատվեն եւ իրենք այդ սխալի մեջ ընկնելուց իրենք իրենց ետ կպահեն, որտեղ գիտեն, որ Աստված որ ասել է կանի, նրա հետ կատակ չի լինել։ It regulates our life. Աստվածավախության մեջ է պահում մեզ։ Եվ ասում են նրա վրա կծիծաղեն։ Հիմա քիչ վերջը կբացատրեմ դա ինչ է նշանակում։ Եվ կասեն նատես այն մարդը, որ Աստծուն իրեն զորություն չարեց, այլ իր մեծ հարստությանը հուսացավ եւ չարությունով զորացավ։ Դաս կառնեն Աստծո կատարած պատժագործությունից։ Հավատացյալներս չարախոսության մատնվելու պարագային նախ ասեցինք պետք է հիշեն, որ դա մեղք է։ Երկրորդ պետք է հիշեն, թե այդ չարախոսը կպատժվի անպատճառ։ Եվ երբ որ նրանց վերջավորությունը նկատի առնենք, դա մեզ հավատացյալներիս մեջ Աստծո երկյուղը կավելացնի։
Աստծո հանդեպ շատ ավելի խոր հարգանքով, շատ ավելի երկյուղացությամբ, շատ ավելի մեծ ակնածանքով պիտի կանգնենք։ Ցավոք սրտի, Աստծո առջև ակնածանքով կանգնելու մասին մի ջանկյալ ուզում եմ մի բան ասել ձեզ։ Այս օրերիս մի կարգ իրենց եկեղեցի կոչեցյալներ, իրենց հավաքույթների եւ խմբի ներկայությունների ընթացքում այնտեղ ներկա եղողներ ու նամանավան նրանց առաջնորդները Աստծո հետ շատ թեթև, սոլիկ, անարգալի կերպով են վարվում։ Նրանք Աստծուն Աստծոպես չեն փառավորում, այլ նրան որպես իրենց հանգստությունը, հարստությունը, հաջողությունը, առողջությունը ապահովող հրաշագործ ծառան են ներկայացնում։ Նրանից բաներ են ուզում, նրան հրամայում են, որ գա, գնա, տև հանի, տև տնի, չգիտեմ ինչ անի։ Նրան հրամայում են, պատվիրում են, նույնիսկ նրան հրավիրում են, որ ներկա գտնվի, կարծես թե Աստված դուռը սպասում է, չի կարող մտնի, պետք է այս հովիվը հրավիրի, որ Սուրբ Օգին ներկայանա։ Ու իրենց ներկայացրած աղոթները պատասխանի, հիվանդներին բուժի, հրաշքներ ցույց տա։ Եվ այն էլ հենց հիմա պատասխանի, այս ժողովի ընթացքին։ Ուրիշներ էլ Աստծո առջին այնպես են ներկայանում, որ կարծեք թե սրճարան են մտել, կամ թե ծովեզերքի ավազների վրա են շրջում։ Իրենց թե ներքին մտածումներով, մտադրությամբ, շարժառիթներով, եւ թե իրենց արտաքին նույնիսկ երևույթով, հագուստով ու կապուստով ավելի արձակուրդի գնացող զբոսաշրջիկներին են նմանում, կամ պարահանդեսների մեջ երգիչներին ու թամադաների են նմանում, քան թե Աստծո զավակների եւ Աստծո ծառաների հովիվների։ Աստծուն խաղ ու պար են դարձրել։ Առանց ակնածանքի, առանց երկյուղելու, առանց Աստծուց վախենալու։ Ահա որ էս ասիրներ։ Չսխալվեք, Աստված ծաղր չի լինելու։ Աստված կատարելապես բարձրացած եւ սուրբ էակ է։ Հավատացյալը չարախոսության մատնվելու պարագային եւ այն չարախոսի համար ահավոր սարսափելի պատիժը միտք բերելով ինքը իր վիճակը պիտի քննարկի, ինքը պիտի սթափվի, ինքը իր հոգևոր վիճակը պիտի ստուգի եւ պետք է միտք բերի, որ մեր Աստվածը խիստ բարձր Աստված է, չափազանց սուրբ եւ կատարյալ եւ բոլոր փառքի եւ պատվի եւ հարգանքի արժանի էակ է եւ միակ ինքն է։ Գիտեք, Աստված ամեն անգամ որ պատվեր էր տալիս ինքը տակարանի մեջ, ավելացնում էր ես եմ Յահվեն։ Ինչու էր ասում ես եմ Յահվեն։ Որ իմանաս, որ Աստված է որ ասում է, սա կատակ բան չի։ This is very serious. Եվ մենք թեթև ու հարևանցի չվարվենք Աստծո հետ։ Խիստ հարգանքով ու պատվով մոտենանք։ Անդրադառնանք, թե Աստված մարդկանց պաշտոնին, նրանց ունեցվածքին, նրանց հագուստին ու կապուստին չի նայում։ Աստված նրանց արարքին է նայում, նրանց սրտի վիճակին է նայում։ Աստծո առաջին նրան երկյուղացություն եւ ակնածանք անելն է ընդունելի, Աստված վախությունն է ընդունելի։ Եվ նրա պատվերներին հնազանդություն անելն է ընդունելին։ Այս համարի մեջ երբ Դավիթն ասում է, թե ուղարարները չարախոսի պատժվելը տեսնելիս կծիծաղեն, սա չի նշանակում, որ հավատացյալները մեղավորի պատիժին տեսնեն ու նրանց վրա պետք է լավ եղավ, ախեր, սիրտս հովացավ, ոչ, դրա համար չի խոսում։ Այդ չի նշանակում։ Don't you ever laugh when your friend or even your foe falls down. Don't you ever laugh. That's God's punishment. You have to go thank God for Աստված քեզ չի փանիշարել։ Որտեվ կարող էր քեզ էլ փանիշարել։ Բայց երբ ասում է, որ նրանց վրա պիտի ուրախանան կամ ծիծաղեն, դա նշանակում է, որ
Հավատացյալը, երբ որ չարախոսության մատնվում եւ տեսնում է, որ Աստված ինչպիսի պատիժ է խոստացել, որ անպայման կանի, հիմա ինքը կարող է չտեսնի այդ պատիժը կամ տեսնի, տարբերություն չի անում։ Նա այդ պատիժը Աստծո արդարությունը տեսնելով խաղաղվում է, հանգստանում է։ Գիտեք, որ մենք ծիծաղում ենք, հանգստանում ենք։ Մեր ստրեսը գնում է մեզանից։ Այդ նույն իմաստով, երբ որ մենք Աստծո արդարադատությունն ենք անդրադառնում, մենք վրեժխնդրության պրկումից եւ զգացումից ազատվում ենք, հանգստանում ենք, խաղաղվում ենք, մեր փառքությունը ողոքվում է, մենք վրեժխնդրությունը Աստծուն ենք հանձնում, որտեղ Աստված մեզանից շատ ավելի արդար է, շատ ավելի իմաստուն է, շատ ավելի գիտուն է, իմանում է երբ, ինչ, ինչպես, ինչ անի, մենք ամեն բան չենք իմանում, մենք շատից քիչն ենք իմանում, ու այդ շատից քիչ եթե գործադրենք, շատ մեծ վնասներ կարող է տեղի տալ, դրա համար մենք վրեժխնդրությունը թողնում ենք Աստծուն, ուրեմն, երրորդ կետը այս է, որ մենք մեր միտքը նորոգում ենք, որ այս արդարությունը Աստծուն է պատկանում։ Մենք կհանգստանանք։ Դավիթ այդպես արեց։ Այսպիսով այս ճշմարտության սաղավարտը մեր գլխին ենք դնում, որպես մեր պատասպարության զենք Եփեսացիս 6-ի մեջ։ Մեր միտքը եւ մեր ներքնաշխարհը չարի կրակոտ նետերից պատասպարում ենք, պաշտպան ենք դնում, ապահով է մնում։ Ցավոք սրտի ժամանակս վերջացավ։ Դեռ 3 կետեր կան։ Եվ մինակ ուզում եմ ձեզ այդ 3 կետերի անունները տալ, որ դուք մյուս անգամ սովորած եւ կարդացած գաք եւ ակնկալությամբ։ 4-րդ կետը այն է, որ հավատացյալը չարախոսված պահին իր կյանքին զգուշանալով Աստծո ողորմությանն է հենվում։ 5-րդ կետը հավատացյալը չարախոսված պահին Աստծուն է գովում ու պաշտամունք մատուցում։ 6-րդ կետը հավատացյալը չարախոսված պահին Աստծո արդարությանն է սպասում։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, քեզի սրտի խորքից փառք ենք տալիս այս ճշմարիտ թանկագին խոսքիդ համար, որ մեզ բար առ բար, խորհուրդ առ խորհուրդ ուսուցանում ես, մեկնաբանում ես, կիրառել ես տալիս։ Շնորհակալ ենք Տեր, որ պահել ես այս խոսքդ ապահով, մինչև որ մենք էլ այս շնորհքը ունենանք կարդալ, սերտել, հետևել, հնազանդել եւ օրհնվել այս խոսքիդ միջոցով։ Շնորհ արա Տեր, որ այս խոսքի ճշմարտությունների հիման վրա մենք մեր կյանքերը ապրենք, հիշենք, որ դու մեր Աստվածն ես եւ քո խոստումներդ այո եւ ամեն են բոլոր պարագաների մեջ։ Օրհնյալ ես դու հիմա եւ հավիտյան ես հավիտենից։ Ամեն։